Խանդված ու անանցանելի փողոցներ, աղբահանության, լուսավորության, բարեկարգման խնդիրներ և բարկացած ու հուսալքված ժողովուրդ։ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի աշխատանքային շրջայցերը հիմնականում անցնում են հենց այս պայմաններում և այս թեմաների շուրջ։ Որքան էլ պատգամավորը փորձում է բնակիչներին ուղղորդել օրենսդրական գործունեությանն առնչվող թեմաների քննարկման, նրանք շարունակում են խոսել տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող խնդիրներից։ Ընտրություններից հետո ինչքան որ ազատ ժամանակ եղել է ժողովուրդ ջան, ես փորձել եմ գնալ մեր ընտրատարածքով թաղամասերով հանդիպումներ անել, բայց դա չի նշանակում, որ կապը մենակ այդ ձևով է պահպանվել, որովհետև գիտեք, գրասենյակը գործում է, ձեր մոտից էլ մարդիկ եղել են իմ մոտ, այսինքն անընդհատ կապը եղել է, մարդիկ գնում գալիս են, իրենց դիմումները, բողոքները, առաջարկությունները բերում են եւ ներկայացնում են գրասենյակ եւ այն հարցերը, որ ես խորհրդանում ներկայացնում եմ, բարձրացնում եմ, դա դրա արդյունքն է, այսինքն հետադարձ կապը պահպանելու արդյունքն է, որ ես անընդհատ գիտեմ, թե ինչ խնդիրներ կան Վանաձորում, այդ խնդիրները փուլ առ փուլ ամեն հարմար առիթով, ամեն պահի ներկայացվում են։ Ուզում եմ, որ իմանաք, այդ մատչելիությունը ապահովված է, այսինքն ձեր կողմից ընտրած պատգամավորը ձեր համար մատչելի է ու անընդհատ կապը կա։ Ինչ խնդիր կա, ինչով կարանք ծառայենք, ինչ կարանք անենք, ինչ հարց կարող ենք բարձրացնել։ Կարող բաներ կա, ես չգիտեմ, կարող բաներ կա, դուք չգիտեք, ես ձեզ տեղեկացնեմ։ Վանաձորի Սասունցիների փողոցի բնակիչներն արդեն օգտվում են շուրջօրյա ջրամատակարարումից, սրկվելով սակայն ասֆալտապատ փողոցից։ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ քաղաքի տարածքում կան տասնյակ փողոցներ ու թաղամասեր, որտեղ եւս Տարօրժնիկ ընկերությունը դեռևս չի կազմակերպել ասֆալտապատումը կամ տեղանքը չի բերել նախնական տեսքի։ Բնակիչների նախաձեռնությամբ ճշտվել է փողոցի ասֆալտապատմանն անհրաժեշտ գումարի չափը, որը որոշակի կրճատումներից հետո կազմել է շուրջ 30 միլիոն դրամ։ Էդմոն Մարուքյանն առաջարկեց բոլոր փաստաթղթերի պատճենները փոխանցել իրեն, հարցը կառավարության առջև բարձրացնելու նպատակով։ Գուցե հնարավոր լինի բյուջեի հաստատման ժամանակ պետական որևէ ծրագրում ընդգրկել այս խնդիրը եւս։ Բնակիչները մտահոգված էին նաեւ աղբահանության խնդրով։ Փողոցի վերջնամասում տեղադրված մեկ աղբարկը նրանց հավաստմամբ դատարկվում է 2 ամիս պարբերականությամբ։ Այդ աղբը տանում էին 2 ամիսը մեկ։ Տեղից մեր սաղ թաղը շները քաշ էին տալի, խոզանոց էր դա։ Ոչ աղբահանություն են անում, ոչ էլ զրոյացրել են, դիմել ու բանել չկա։ Եղել են քաղաքապետի մոտ, խնդրել հարցի խելամիտ լուծում, առաջարկվել է մարել վերջին 1 տարվա աղբի սպասարկման վարձավճարը, զրոյացնել մնացած պարտքը, տեղադրել 3 աղբարկղ եւ իրականացնել կանոնավոր աղբահանություն։ Այնուհետև տեղեկացել են, որ մնացած պարտքը ոչ թե զրոյացվել է, ինչը ենթադրում է պարտքի ամբողջական ներում, այլ սառեցվել։ Պատգամավորը նշեց, որ ինքը նույնաբովանդակ առաջարկություն է արել համայնքապետարանին, սակայն ապարդյուն, իսկ բնակիչներին խորհուրդ տվեց այս պահին մտածել միայն խնդիրը կարգավորելու մասին, մաքուր պահել գետն ու թաղամասի շրջակայքը, իսկ վարչական գործ հարուցելու պարագայում ինքը կմիջնորդի։ Ներկաներին մտահոգում էր նաև սահմանի վրա ծավալվող մարտական գործողությունների ընթացքն ու ճակատագիրը։ Միշտ եղել են այս կրակոցները, ուղղակի վերջերս ավելի լարված է իրավիճակը ու Պաշտպանության նախարարը կառավարությունում զեկուցեց, որ այսինքն այն ծավալի գործողությունները, որ հակառակորդը ձեռք է առնում հիմա, այս վերջին շրջանը չի եղել։ Եվ այդ լարվածությունը արդեն տեսնում ենք։ Պատերազմ որպես այդպիսին մեծ էսկալացիա ես չեմ պատկերացնում։ Հրայր Հակոբյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։